Երեկո սիրելի ֆուտբոլ ասերներ, Աֆելի YouTube-յան ալիքում շարունակվում է ֆուտբոլային երեկոն, Աֆելի երկրորդ դիվիզիոնի հերթական տուրի շրջանակներում միմյանց հետ կմրցեն Նապոլի և Բարսելոնայի ֆուտբոլիստները, երկու թիմերն էլ մրցաշարի նահուսակի միջնամասում են հանգրվանել, երկու թիմերն էլ 13-ական հանդիպում են անցկացրել, Նապոլին ունի 22 միավոր, Բարսելոնան 15 միավոր, համապատասխանաբար 9-րդ և 12-րդ հորիզոնականում են հանգրվանել թիմերը։ Գրիգորյանը սկսում է այսօրվա հանդիպումը, մրցավարը այսօրվա հանդիպման կլինի Գարիկ Բեգյանը, ներկայացնեմ նաև մրցող թիմերի կազմերը։ Նապոլի ֆուտբոլիստները հետևյալ կազմով են դուրս եկել խաղադաշտ, դարպասին Ենգոյանն է համար 1, պաշտպանությունում գործեն 3 ֆուտբոլիստներ, ձախից Ներսիսյան, աչից Պողոսյան, իսկ կենտրոնում խաղա Վարդանյանը, համապատասխանաբար համար 11, 12 և 2, կիսապաշտպանությունում ևս 3 ֆուտբոլիստ, ձախից Գրիգորյան համար 7, աչից Արաքելյան համար 10, իսկ կենտրոնում համար 18 Զեյնալ Վանձյան, իսկ առաջ կաշված արձակվողն Պողոսյանն է համար 3։ Բարսելոնայի ֆուտբոլիստները հետևյալ կազմ են դուրս բերել խաղադաշտ, դարպասին Պողոսյանն է, պաշտպանությունում խաղան Սարիբեկյանը և Նազարյանը, կիսապաշտպանությունում Զաքիր Սարգսյան, աչից Հովհաննիսյան, կենտրոնում Ավետիսյան և Սարգսյան, առաջ կաշված արձակվողն էլ Մաթևոսյանն է։ Քահանաց համար կմեկնաբանի Գևորգ Մկրտչյանը, տեսնում եք սկսվել է արդեն հանդիպումը, Բարսելոնայի ֆուտբոլիստներն են արժան։ Փոխանցում դեպի դարպասապահը, սակայն բավական անհարմար էր ու կարող էր ինքնագոլ գրանցվել հանդիպման մեկնարկում, բայց ամեն ինչ բարեհաջող է ավարտվում Բարսելոնայի համար։ Նապոլի ֆուտբոլիստները փորձում կազմակերպել, սակայն գնդակը Ալումյանը չի հասնում։ Եզից կնետ են Բարսելոնայի տղաները, Նազարյանը Ակիստերին առաջ արդացեք տեսնում ու դարպասապահը երկրորդ գործից ուղարկում է գնդակ տանկյունային։ Բայց չետրվում արված, երկրորդ փոխանցումը, կրկին օդային պայքարում չեն կարողանում հաղթող ճանաչվել Բարսելոնայի ֆուտբոլիստները, Սարգսյան դեպի կենտրոն։ Արմած բարձր է։ Արաքելյանն է շարժվում առաջ, բայց հլեցին գնդակը, Բարսելոնայի գրող կազմակերպել ևս մի սխալ փոխանցում, կենտրոնում Գրիգորյան հարվածում, բարձր է ստացվում Գրիգորյանի հարվածը, Բարսելոնայի վտանգավոր բանի, Նապոլի վտանգավոր պատասխանեց ու հիմա ստանա Նազարյան, աչեզով Նազարյանը շարժվում առաջ ու բաց է թողնում գնդակը Միլյանը դնետիրուտից Ալումյան գրոյի տեղափոխություն աչեզր, Պողոսյանը փորձնում է գնդակը, հիմա Բարսելոնայի Գրով է ձախից կա տարբերակ, ստանում է գնդակը Սարգսյանը հետ փոխանցում արվածում Բարձր է ևս մեկ բարձր արված
Անձրևը հիմա տեղում Ուրարտում մարզ է դաշտում ու թե խոտածածկը, թե գնդակը թաց են լինելու, կարծում եմ հեռվից հարվածներ և միջին տարածությունից հարվածներ այսօր շատ ենք տեսնելու Պողոսյան դեպի ձախ Դավիթ Պողոսյանն ստանում ձախեզուն գնդակը Գնդակը Նապոլի ֆուտբոլիստները Նազարյան Աչեզրից փոխանցում է կատարելու, կա փոխանցումը, փակում է Ներսիսյանը փոխանցման ճանապարհն ու անկյունային կտեսնենք, հենց Նազարյանն էլ կիրացնի անկյունայինը Փոխանցումն ու հայտնության պաշտպանությունը Բարսելոնայի ֆուտբոլիստները Նազարյան բարձրից հիմա Պողոսյանն է գնդակը հեռացնում անկյունային ու հերթական անկյունային է Բարսելոնայի կատարմամբ ոչ ոք Հովանայինի մատուցներում չկարողացավ հասնել գնդակին ու Եժի Ձալումյանը կվերսկսի հանդիպումը Գրիգորյանը Հետ Ալումյանը փոխանցում կատարեց սակայն Լավ չընդունել գնդակն Ալումյանն ու եզրից Բարսելոնայի ֆուտբոլիստները Գնդակը խաղի մեջ Գրող զարգացում չի ստանում, Պողոսյանը հիմա Բարաշտորդի թիմին հարկագրոհի ոտը չէր մտաղացումը ուշ մեկնարկեց հիմա խաղանքերը, բայց հասավ ամեն դեպքում գնդակին իսկ Արաքելյանի հարվածը բարձր է ստացվում Կենտրոնում Ոնց այս գրողն էլ հաջողությամբ չի պսակվում Եզրից Ալումյանը կնետի Գորյան, Ալումյան, Կրկին Գրիգորյան Բացրից, բայց վաշիտ է դալպասապա Պողոսյանը Գրիգորյան տերներ արագորեն Բարսելոնայի ֆուտբոլիստները կորցնում են գնդակը ու Հետական գրոհի փորձը Արաքելյան Նազարյան, Աչիզ Գրիգորյանը ստանում է գնդակը, հիմա էլ փոխանցումը դեպի Նազարյանը հաջող էր, սակայն կորցրեցին գնդակը, արագ հակագրոհի փորձ, հիմա Բարսելոնայի կատարմամբ ու Պողոսյանը ճիշտ դիրքեր ընտրել ու կարողացավ գնդակը անկյունային հեռացնել, հարկված է արագորեն անկյունայինը, բայց կրկին Պողոսյանը կարտած ու ճիշտ պաշտպանվեց Զեյնավդալյան, դեպի ձախ, Դավիթ Պողոսյանն ուղղությամբ Նազարյանը բարդում է փոխանցումն ու խլում գնդակը Նազարյան, Աչեզրով Բայց Արաքելյանը փակում է փոխանցման ճանապարհը, եզրից նետում կլինի Բարսելոնայի կատարմամբ Նազարյանը գնդակը խաղանքերոջը, կատարված է եզրային նետումը Ստում է գնդակին, բայց միայն այդքանը փոխանցումը թույլ էր ու Վարպասապահը տիրեց գնդակին, հիմա սեփական պաշտպանին հարվածեց, բայց ամեն ինչ բարը հաջողվեց Նապոլիի մոտ, ավելին Զարխեզրով
հետաքրքիր գրոհ է Նապոլին կազմակերպել, Պողոսյան եւ վերջապես անկյունային տեսնենք նաև Նապոլի կատարմամբ Արձակման ձախ եզրից Պողոսյանը տիրացնի անկյունայինը Ալումյանն է միացել թիմի գրոհին, Ալումյանը, Զևնալդալյանը բավական բարձրացակ ֆուտբոլիստներ ունի Նապոլին Քարի արդյունքում Պողոսյանը կարգին խլեց գնդակ, ինձ թվաց վտանգը որ բան ավարտվել է, բայց չանջատվեց դրվագից Պողոսյանը ևս մեկ անգամ խլեց գնդակն է հիմա բավական վտանգավոր ստացվել շարունակեն Նապոլի ֆուտբոլիստները գրոհը Պողոսյանն է տխան Պողոսյանը Նալվանդյան, Էրսիսյան Մասին դեպի պատմությունը Պողոսյան Շարունակում է գրոհ Հաչեզրով, Ալումյան, Զեյնալդալյան Փակում են արվածի ճանապարհը Բարսելոնայի ֆուտբոլիստները Կարողան են հակագրոհ իրականացնել Ընթանում այս անկագրոհը, բայց խաղթում է, չի դրվագում Հենց հաշվով չստացվեց հակագրոհ, Զեյնալդալյան Կենտրոնում կա Գրիգորյանի տարբերակը խճճվում է գնդակի Հետ Գրիգորյանը Սարգսյան դեպի աջ Հակված է փոխանցումը, ձախ եզր չի հասնի գնդակը, Նապոլին էլ հակագրոհ չի իրականացնի, փոխանցումը դեպի հետ էր, Պողոսյանն է հիմա միացել թիմի գրոհին Հաչեզրում, Մոկելյան, բարձրից դեպի Գրիգորյանը, եթե լիներ այդ փոքրիկ հպումը, ինչը որ բավարար կլիներ անգամ աննշան հպումը Գնդակը ուղարկելու դարպասը, սակայն չհասավ Գրիգորյանը գնդակին Հարված Պողոսյանի պաշտպանած դարպասից Պողոսյան Պողոսյանի հարվածը Կարողացան հասնել մրցակցի տուգանայինի մատույցներ, հիմա Սարգսյանը փոխել է եզրը, հիմա Հաչեզրով է գրոհի փորձ կատարում, Պողոսյանը արագությամբ շրջանցում է Նազարյանին, բայց Նազարյանը մինչև վերջ շարունակեց պայքարն ու գնդակը անկյունային ուղարկեց Սարված հաջող չէր ու Նալվանդյանի հարվածից հետո հարված կլինի Պողոսյանի պաշտպանած դարպասից Երկար փոխանցումը այս անգամ փորձեց մտցնել գնդակը Պողոսյանը խաղի մեջ, սակայն սխալ էր փոխանցումը, Գրիգորյան հասնի գնդակը Պողոսյանի ոչ Նազարյան Գրոհությունը Նազարյանը, Սարգսյան Չրմուն փորձն է գնդակը Սարգսյանը, սակայն ունած գնդակը Բարսելոնայի մոտ Գրոհի փորձ ձախ եզրով, Արաքելյանն է դիմավորել մրցակցին
Նայք սակայն փոխանցում առանց աստեի էր Պողոսյան Սենադալյան դեպի Գրիգորյանը Հակում են փոխանցման ճանապարհը Պողոսյան Սենադալյան ձախ Պողոսյան Հարված ենք տեսնելու Պողոսյան շեղեր Շեղեր և հարված Պասից Մենք երկու սուր պահեր տեսանք այս հարվածն էլ անանջող էր բայց մեծ հաշվով շատ վտանգավոր էր գոլային պահեր դերևս չենք տեսել 16-րդ մեկնարկի Բացվայք ձրա վրա Չեզրով գրոյի պորդ այս պողնությունն էլ անաջող էր Բարսելոնայի ֆուտբոլիստները շիրոպեների ընթիրում են պաշտպանությունից դուրս գալու Գրիգորյան Արաքելյաններ փոխանցում սակայն ունեցին Բարսելոնայի պաշտպանները հիմա Արաքելյանն առաջ տողնում գնդակը Պողոսյանը կտիրի Հիմա Եզրով Բարսելոնայի գրոհը Սակսանը աստում է գնդակին ամեն դեպքում Հարված էր նախապատրաստում ևս մեկ հարվածու Գնդակը դարպասում է Բարսելոնան բացում է խաղի հաշիվը Շեշտակի հարված էր միջին տարածությունից ու Սարգսյանի կրակոցը արդյունավետ էր 1-0 Ըստ հանդիպումը այս գոլը էլ ավելի հետաքրքիր է դարձնելու խաղը Նապոլին վստահաբար չի համակերպելու պարտվողի մեծքի հետ Nazarյանը կնետի եզրից Սարիբեկյան, դարպասակը եթե խաղում Սարիբեկյանը հիմա Գրիգորյանն է միայն այդ պրեսինգի գնացել Զախեզրով Բարսելոնայի գրոհը Նապոլի Պողոսյանն է աչեզրով շարժվում առաջ մնում է գնդակով Պողոսյանը գործվեց հավասարակշռությունը իհարկե ախտում ևս կար Ստանդարտ օգնի Նապոլին վերադառնալու խաղի
Պողոսյան արվածու։ Այդ է մղում դարպասապա, հեռացվել է պետ գնդակը, հեռացված է։ Բացից փոխանցում, չի ասնում Գրիգորյանի գնդակը ու հիմա կարողանար Սարգսյանը փոքր ավելի լավ փոխանցում կատարել, կարող էր մենակ դուրս բերել խաղընկերոջը։ Հեռվից արվածի փորձ հիմա էլ Նապոլիի դարպասապանը մտնում խաղի մեջ, դուրս եկել գնդակը ցույց է տալիս մրցավարը Գրիգորյանը արագանում է ձախիցել Զեյնավդալյանը, ընդունում է Զեյնավդալյանը գնդակը։ Ֆուզանցում է մեկ մրցակցի Առաքելյան և հիմա կարող էր Գրիգորյանը հավասարացնել հաշիվը, շատ լավ պահ էր Նապոլիի կատարմամբ։ Դերին քարտ է ստանում Սարիբեկյանը։ Դուրս մնաց կարծես թե պայքարը դրվագից։ Լցված է հանդիպումը, Նազարյան։ Այդով չէ, Նազարյանը փոխանցում է դեպի Հովհաննիսյանը։ Սիսյան։ Հետ, դարպասապա։ Պողոսյան։ Եվս չի ստացվում դարպասապա։ Դիրում է գնդակին։ Երկար նետում դեպի Զեյնավդալյանը։ Խոցում դեպի աչեզեր, դարպասապա ժամանակին դուրս եկավ ու հեռացրեց գնդակը, Անդրեևը վերջին րոպեներին էլ ավելի է ուժեղացել։ Ինչ է դարպասապաների գործը բարդացնելու է։ Կարևոր է հիմա Նապոլիի համար մինչև ընդմիջում հաշիվը, որտեղ հետո էլ ավելի բարդ է լինելու։ Նապոլիի ֆուտբոլիստները, Պողոսյան, Պողոսյանը գրոհի եզերը, Գրիգորյանն է ձախեզրում ընդունում գնդակը, Գրիգորյանը։ Փորձում է Նազարյանը գնդակը պատամիջ։ Բարը հաջողավարձվում Բարսելոնայի ֆուտբոլիստների մոտ, Սարգսյան, դեպի աջ, պատասխան փոխանցում ու հիմա չի հայտնվում գնդակը ցանցում, անկյունային կտեսնենք միայն, բավական սուր փոխանցում էր։ Գնդակը Նապոլիի ֆուտբոլիստները հեռացրեցին, բայց Նազարյանի հարված, շեղեր հարվածը, Արմանը Նապոլին, Հարիչվակեսի վերջին գրոներից մեկն է իրականացնում, հավասարեցնել հաշիվը, բայց ոչ, Բարսելոնան այլ մտքեր ունի, հարվածի փորձ ու հիմա Գեղեցիկ սեյվի հեղինակ է դառնում Նապոլիի դարպասապա Ենգոյանը արդեն երկրորդ շատ լավ սեյվն է իրականացնում, փրկելով թիմին վերահաս գոլից։ Արվաստն էլ իհարկե լավն էր, բայց բավական գեղեցիկ սլացիկ ցածկով կարողացավ Նապոլիի դարպասապա հեռացնել գնդակը, անկյունային է։ Ատեստում
Հովանեսյանի խաղարկմամբ, աչեզրից, Հովանեսյան, բացածրից էր փոխանցումը, այս անգամ Ենգոյանը փոքրինչ անաջող հետմրեց գնդակը, Գրիգորյանը գտին գնդակին, ձախեզրով Նազարյանը դիմավորել նրան, Ներսիսյանը ձախից բացվել է, Գրիգորյանը դեպի աջ է խաղում, Պողոսյանն արված, փակվում են արվածի ճանապարհը Պողոսյանները աչեզրով խաղարկում են գնդակը, սուրբ փոխանցում ու հիմա ոչ Ներսիսյանը, ոչ Գրիգորյանը չեն հասնում գնդակին և վերջ առաջին խաղակեսը ավարտված է Տեգյանը սուլում է, հանգստանանք փոքրինչ տարվում ենք և կվերադառնանք Ըստված է հանդիպումը Նապոլի Բարսելոնա հիշեցնում առաջին կեսից հետո Բարսելոնայի ֆուտբոլիստները հաղթում են 1-0 հաշվով Բավական հետաքրքիր երկրորդ խաղակես է մեզ սպասվում, տեսնենք ինչ կառաջարկեն Նապոլի ֆուտբոլիստները հիմա Դուրս եկել գնդակը եզրային հետում կլինի Բարսելոնայի կատարմամբ Սում հիմա շատ վտանգավոր ստացվեց անդրադարձ կար կարող էր գնդակը երկրորդ անգամ հայտնվել Նապոլի դարպասում անկյունային կտեսնենք հենց անկյունային է հարված էլ կա բայց չէ հարված է Սաքսյանն էլ չի հասնի գնդակին Ներսիսյան եզրից նետում Ներսիսյանը Պողոսյան Սյանին հիմա Տարվացան պակել, եզրից հետում Սյան Պողոսյանն էր այդ Պողոսյանը դեպի կենտրոնը փոխանցում Գրիգորյան Գրիգորյանը շարունակում է պայքարել, բայց գնդակ ու հիմա Հովանեսյանը կարող էր խրելու վտանգավոր հակագրոք ստացվել, սակայն Վարտենան կաղացել նալ ոտքի վրա, Պողոսյան, աչեզրում ընդունում է Պողոսյանը գնդակը Շատ Պողոսյանը փոխանցման պահը ու հարված դարպասից արագոր են խաղարկում են Բարսելոնայի ֆուտբոլիստները Դակը հարված էլ է հետևում անգամ, բայց բարձր է Ինգոյանը կմեցին գնդակ կաղի մեջ Դալան, փոխում է գրոյի եզրը Որում առակելյանը գնդակը Ներսիսյանին, Պողոսյան Գրկին Ներսիսյան, սուր փոխանցում ու Ակում է պաշտպանը փոխանցման ճանապարհը, անկյունային կիացնի Նապոլին իրացված անկյունային է, բայց պաշտպանությունում կրկին հստակ են գործում Բարսելոնայի ֆուտբոլիստները, Գրիգորյան հարված էր կարծում եմ սա ամեն դեպքում, ինչքան էր որ սուր էր անկյունը Բարսելոնայի արագ հակագրոհ 2-3-ի դիմաց, երրորդ ֆուտբոլիստն է մոտենում Բարսելոնայի եզրից պետք է նետել, բաց էր թողել գնդակը Բարսելոնայի կիսապաշտպանը, երկրորդ գնդակ է հայտնվել դաշտում, կրկնել է պետգեզրային նետումը, շապես վերսկսվում է հանդիպումը, Նապոլի դիրքային գրոհը, ինչ
Շաբանական կլինի, գնդակը դիպա մրցավարին, շարունակում են գրողը, Պողոսյանը անցումից հետո փոխանցեց Արաքելյանին, եզրից կշարունակեն Նապոլի ֆուտբոլիստները, Պողոսյանի հետ փորձեց խաղալ բարձրար Սնորականից բարձրացին ոտքը ստանդարտ կտեսնենք Կանից 3 ներծում էր կան հարվածի համար Գրիգորյանը փորձեցտը պայքարը և Պողոսյանը և շտապ դիվանային հրապարակ Արված էր սա թե փոխանցում դժվար անում եմ ասել, բայց ամեն դեպքում երկու դեպքում էլ անհաջող էր Բարսելոնան կմտցնի գնդակը խաղի մեջ, 6 րոպե անցավ Հիմա քանի մոտենա խաղավարտի Նապոլի համար էլ ավելի դժվար է լինելու հավասարացնել խաղի հաշիվը Սիսյան Նապոլի Չեստում գնդակին, բայց գնդակը մնում է Նապոլի մոտ Տեսնելու ենք վերջապես փոխանցում բարձրից, այո, բայց հակում են Բարսելոնայի ֆուտբոլիստները ճանապարհ ավելին արագ հակագրեի փոս, բայց լավ է աշխատում Պաշտպանությունում Կարո Պողոսյանն ու հեռացնում է գնդակը Հովհաննիսյան, ներկական Բարսելոնայի գրոյի փորձը այստեղ էլ Կարո Պողոսյանը դրության տերն է Ներսիսյան բայց շարունակ են մնալ Նապոլի ֆուտբոլիստները եզրից նետում Գնդակը դաշտի սամաններով Դայնագալյան Կանգավոր կարող է լինել աչից կա տարբերակ Պողոսյան արված ու վերջին պահին պաշտպանը կարողանում է գծի վրայից անել գնդակը Այսպիսի պահերը պակասում են Նապոլին այսօր Շարունակի Նապոլի պաշտպանները Գրիգորյան Պողոսյանը փոխանցում է Հեռացնում է գնդակը դաշտի սամաններից Բրյան Ստացում Պակիստանը Գրիգորյանը մտահղացում ու հարված կլինի Բարսելոնայի պաշտպանակ դարպասից Ջավար փոխանցումը Նապոլին էլ իրերտին դժվար կացան մեջ դրեց Դավիթ Պողոսյանին, բայց գնդակով շարունակ են մնալ Նապոլի ֆուտբոլիստները հիմա էլ փորձնում են Պողոսյան երկու տարբերակի փոխանցումը դեպի Հովհաննիսյան, Սարգսյան, Մատևոսյան, արվածել է պետք Շեղին
արված է։ Հետո Գրիգորյանի դարպասին է դեպքը Ասլիկին Մաթևոսյանը ասնում է շարունակում է դրա Մաթևոսյան կենտրոնում տարբերակներ փոխանցում դեպի աջ Հովհաննիսյան վերջին փոխանցումը հաջող չէր Նապոլի պատասխանը Գրիգորյան Գործը շրջանցել ու ինչ է ցույց տալիս մրցավը խախտում Նապոլի ֆուտբոլիստները ստանդարտի նորություն են ստացել Հարվածի է տրամադրվել Նապոլի ֆուտբոլիստը, տեսնենք երկու օգնանոց պատ է կազմել Պողոսյանը, Մաթևոսյան հարված ու գնդակը դարպասում է, մեկ Հրսված է հանդիպումը, մեկ-մեկ Գրիգորյանի գոլը ուղանայինից վերականգնում է խաղի ավսորակշռությունը ու չխաղավարդ երկու թիմերն էլ կփորձեն հաղթանակի նժարը իրենց կողմը թեքել, տեսնենք Բարսելոնան այս պայն փորձում գրո իրականացնել, սակայն խլում են գնդակը, Պողոսյան ձախեձրով շարժվում է Պողոսյանն առաջ ու եզրից կշարունակի թիմի գրոը Եզրից Նապոլի ֆուտբոլիստները մտցնում գնդակը խաղի մեջ, պակեց պաշտպանը փոխանցման ճանապարհը Գրոյի փորձ ու անկյունային Տկար Նապոլի անկյունայինը, Ներսյանն է շտապում իրացնելու անկյունայինը Աշխարհարկում հիմա Պողոսյանը շարժվում դեպի կենտրոն հարվածի ճանապարհը Բակում են Պողոսյանի կհասնի Մաթևոսյանը գնդակին ոչ կարա Պողոսյանը ճիշտ էր ընտրել դիրքը տիրեց գնդակին բայց Նապոլի տղաները նորից սխալվում են կենտրոնում Առաքելյանը փորձեց նորից խլել գնդակը ու հիմա Մաթևոսյանը ձախեձրով շարժվում է առաջ, շատ վտանգավոր կարող է լինել, բայց թույլ է, շատ թույլ էր արվածը Հիմա այլ անկյունային հակադարձ Կիսադաշտից Աշխարհարկում կլինի, այո, Սարգսյանը Առաջարկեց իր ծառայությունները, ստացավ գնդակը, պատասխան փոխանցում դեպի Մաթևոսյանը Մաթևոսյան, միայնակ երկու մրցակիցների դիմաց է հայտնում էր Մաթևոսյանը ձախեձրում Փոխանցում Սարգսյան հարվածը Փակում են թույլ էր հարվածը Պողոսյան Սիմեթի միգրով Պողոսյանը Շկա ձերքով քաղցուց է տալիս մրցարանը Մաթևոսյան Գրիգորյանը Մաթևոսյանի առաջ ու փակում է հարվածի ճանապարհը Գրիգորյանը Շարունակվի Բարսելոնայի գրով աջ եզրով Խացում հետ Նազարյան
Նազարյանի փոխանցումը կարող էր զավեշտորեն, բայց գոլի վերածվել որը Պողոսյանն ու դարպասապահի հիմա հասկացան մեկը մյուսին Դեպի հետ Նազարյան Պողոսյանը Գնդակը Նապոլի ֆուտբոլիստները խիմախալում են կենտրոնում Արաքելյան, փոխանցում Գրիգորյանը կարող էր հիմա Գրիգորյանը ֆուտբոլ ձևակերպելու ինչն ամենակարևորն է թիմին առաջ մղել հաշվի մեջ սակայն արվածը շև էր Նազարյանը կմցնի գնդակը խաղի մեջ, կարճ խաղարկում Նազարյանն է գնդակով, առաջը շարժվում Նազարյանը դեպի Մաթևոսյանն է փոխանցումը, վատը չէր փոխանցումը Մաթևոսյան Յանալի անցում է ձեռնարկել հիմա երկու խաղ, բայց փակում են արվածի ճանապարհը Նապոլի ֆուտբոլիստները Մեսիսյան, Աչեժով հիմա էլ Նապոլի գրոհը, բայց Ուլ էր փոխանցումն ու խլեց Սարգսյանը գնդակը Նազարյան Զախից կրկին Սարգսյանի տարբերակը, բայց Նազարյանը որոշեց հարվածը լեռու տարածությունից բարձր է հարվածը տեսնենք կաղոնա թիմից որևէ մեկը Համարտին հաղթական գոլ խփել Պողոսյան Նազարյան Զախից կա տարբերակ Գրիգորյանը հիմա Այլ ուղղությամբ է շարժվում ու հարված Պողոսյանն ի պաշտպանած դարպասից Նազարյան, դեպի ձախ, Արաքելյան Աչեզվում, ընդունած Ներսյանը գնդակը, բայց շեղեր հարված է Մաթևոսյան Աչ կետում Մաթևոսյան Որ հիմա կարող է լինել հարված է շեղությամբ Դաշտի սահմաններն ու հարված Գրիգորյանի պաշտպանած դարպասից Սյան աչեզրում Իրանց հետ Սարգսյանին ու փոխանցում է եթե մի քիչ ավելի Ուժեղ լինել, Պողոսյանը կարող էր նպաստավոր դիրքում հայտնվել Եզից կնետի Նազարյանը
Պողոսյան հաջող էր պատխաղը, սակայն դրա զարգացում չստացավ ու անկյունային Դավիթ Պողոսյանը կիրացնի անկյունայինը հարկում է Գրիգորյանի հետ Գրիգորյան դեպի Ալումյանը Պողոսյան արված է հարկում են պաշտպանները Արաքելյան դեպի ձախ Պողոսյան Սարգսյանն է դիմավորել Պողոսյանին ու անկյունային կլինի Արաքելյան հարվածի ճանապարհը փնտրում Արաքելյանը, բայց թույլ չեն տալիս Բարսելոնայի ֆուտբոլիստները Պողոսյան ևս մեկ փոխանցում Հարվածու Հովհաննիսյանից անդրադարձավ գնդակը անկյունային կլինի Բարձրից փոխանցում Պողոսյան Ալումյանի ուղղությամբ այս վերջին փոխանցում Ալումյանի անհաջող էր ու Բարսելոնան կլինի գնդակով Շեխ Մաթևոսյանի գնդակը Պողոսյան խլում է Իմայել Սարգսյանը գնդակը Մաթևոսյան ձախեզրում Մաթևոսյանը Գրոյի շարունակության ճանապարհներ է փնտրում Գտավ Հովհաննիսյանին, Հովհաննիսյան, Մաթևոսյան, դեպի աջ Կրկին Մաթևոսյանն է ստանում գնդակը, փակում են հարվածի ճանապարհը Մաթևոսյան Դեպի սխալն է դաշտի կենտրոնում ի վերջո Արաքելյանը շարժվում առաջ Արաքելյան Ձախեզրում կա տարբերակ ու հիմա կարող էր Նապոլի Առաջ անցնել Ներսիսյան Ձախեզրում Ցնել գնդակը Ալումյան Գրիգորյանը կենտրոնում Սպասում էր փոխանցման, չհետևեց փոխանցում, արվածել Որպասապայի վրա ստացվեց Եզրից կնետեն Նապոլի ֆուտբոլիստները Դեպի ձախ, Պողոսյան Հարված ենք տեսնելու, բարձր է հարվածը Մաթևոսյան Հովհաննիսյան Ազարյանի հետ է խաղում Ստանում պատասխան փոխանցումը Արաստում է Զերվանձյանը գնդակը Հալեժ Նազարյանի նետում է հիմա Նապոլի հակագրողը Պողոսյան Դեպի ձախ Փոխանցում է ստանում Պողոսյանը աջ եզրից տարբերակ Զենադալյանը ստանում է գնդակը Դեպի Գրիգորյան արվածու Եվս մեկ անգամ ստուգեց դարպասաձողի ամրությունը Գրիգորյանը Պողոսյան Գնդակը Նապոլի մոտ Ալումյան
Աչեզրում Գրիգորյանը Ացեց խաղարկել, ինչ նշանակում մրցավարը, հարված դարպասից Չկա անկյունային ցույց է տալիս մրցավարը Ազարյան Ալումյան Ալումյանի փոխանցման ճանապարհը Սարգսյանը Շնորհսավ խլեր գնդակ են Սարգսյանից անցավ Պաշտի սահմանները Նապոլի գրոհը շարունակվում է Դե վերջ հանդիպումը ավարտված է խաղարցույքով ավարտվում այսօրվա հանդիպումը 1-1 կողմերը մեկական գնդակ փոխանակեցին շնորհակալություն ուշադրության համար կհանդիպենք ԱՖԼ-ի առաջնությունների շրջանակներում ձեզ համար խաղամեկնաբանեց Գևորգ Մկրտչյանը մինչ հանդիպում